Ողջունում եմ նրանց, ովքեր նոր են միացել մեզ, այսօրվա մեր հյուրերն են հայ ավանդական մշակույթի կրողներն ու պահպանողները։ Ռուդիկ Հարոյանի անվան մասուկ ավանդական երգի եւ պարի համույթի համաղեկավարներ եւ երկու գեղեցկուհիները Լուսինե Մկրտչյանը եւ Հայարփի Անանյանը։ Բարև ձեզ։ Բարի օր։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ եւ կասեք առավոտյան, ինչպես է սովորաբար սկսվում ձեր օրը։ Մենք մինչ հաղորդումնել էինք արդեն պատմում մեր առավոտվանից, իրականում մեր օրը սկսվում է մեր բալիկների հետ, իրենց ճանապարհելով, որ հետո կարողանանք անցնել մեր առօրյա գործերին։ Իսկ ձեր Լուսինե։ Երևի նույն պատմությունը կպատմեմ։ Վազելով ենք սկսում, այսպես ասած, ամբողջ օրը բուռն անցկացնում ենք ու հիմնականում մեր միտքը մի զբաղված է միջոցառումների հետ կապված, ինչպես հասցնենք միջոցառումները իրականացնել։ Նաև խոսենք միջև միջոցառումներին եւ նաև ձեր գործունեությանը անդրադառնալը, խոսենք թե ինչպես ստեղծվեց մասունք համույթը եւ ինչու հետ ընտրվեց մասունք անվանումը։ Իրականում շատ ենք, իհարկե ամենտեղ միշտ պատմում ենք մասունքի մասին, հիմնադրման մասին, խումբը շատ վաղուց է ստեղծվել, դեռևս 1980-ականներին, 1986 թվականին է ստեղծվել, ստեղծողը Հարոյան Ռուդիկն ու Սիրազնիկ Հարությունյանն էին, ու երկուսն էլ բնական գիտությունների, տնտեսագիտական, փիլիսոփայական գիտությունների տեխնացուներ են, այսինքն որպես մասնագետ, ազգագրագետներ, մշակութաբաններ չէին, բայց գուցե ավելին են արել, քան 1000 մշակութաբաններ ու արվեստագետներ։ Սիրազնիկ Հարությունյանը երգի արմատներով սասունցի էր եւ հրաշալի երաժշտական ճաշակ ուներ եւ երաժշտական զգացողություն, երով ենք խոսում, որտեղ ֆիզիկապես երկուսն էլ այս պահին մեզ հետ ներկա չեն, եւ Ռուդիկ Հարոյանը պարային մասով բարի հրաշալի գիտակ էր, պարագետ, տնտեսագիտական գիտությունների տեխնացու, իսկ Սիրազնիկ Հարությունյանը փիլիսոփայության դասախոս էր, այն ժամանակվա Ժող ինստիտուտում էր աշխատում, այսպես ուսանողներին համախմբելով երգի շուրջ, ստեղծվում է խումբը, միանում է Ռուդիկ Հարոյանը արդեն իր գիտելիքները բարի մասով տալով խմբին, միասին ստեղծում են մասունք խումբը եւ Մասունք անունը մենք չենք տվել, արդեն ի սկզբանե եղել է, այո։ Շնորհակալ ենք իհարկե, որ մասունք է, որովհետև մեզ համար շատ յուրատիպ, յուրօրինակ անուն է մասունքը, որպես խմբի անուն չտարածված եւ իրենց համար, ստեղծողների համար եւ մեզ համար ավանդական երգը, պարը, մշակույթը ընդհանրապես մասունք է, որը պիտի սրբորեն պահպանել, փոխանցել ու տարածել։ Հիմնական առաքելությունը հենց ավանդական երգերի այդ դուք ինչպես եք համույթը ինչպես է պահպանում եւ տարածում հայկական երգերը։ Համույթը նախ եւ առաջ հենց խմբի անդամներին փոխանցելով, մեր ունեցած փորձառությունները խմբին փոխանցելով եւ բացի այդ նաեւ ունենում ենք շրջաններում ելույթներ, ունենում ենք պարուսուցումներ, սրանք բեմական ելույթներից շատ տարբեր են ու երևի մենք վերջին շրջանում ավելի կարևորում ենք հենց այս տեսակ ելույթները, որ կլինեն գյուղերում, շրջաններում եւ ոչ թե բեմում։ Բեմը շատ պարտադրանքներ ունի, իսկ ֆոլկլորը ինքը հենց այդ պահին ստեղծագործելու, այդ պահին զգալու երևույթը, դրա համար մենք ավելի նախընտրում ենք ազատ ստեղծագործելը։ Այսինքն վերադարձնել միջավայր, որովհետև այս մշակույթը բեմի մշակույթ չէ իրականում, հիմա է բարձրացել է բեմ։ Բեմն էլ ինչ-որ ձևով պահպանման երևի ճանապարհներից մեկն է, բայց բնական միջավայրը, բայց չէ։ Ամեն դեպքում զգացողություններն էլ են տարբեր, եթե բեմում ես ելույթ է բեմը, ինչքան ուզում ես ելույթ է լինում։ Ամեն դեպքում շրջանակների մեջ ենք։ Երբ իջնում ես բեմից, զգացողությունը լրիվ ուրիշ է։ Իսկ երբ որ այցելում եք տարբեր մարզեր, շրջաններ, ինչ եք նկատում, որ մարզերում է ավելի շատ պահպանված եւ ավելի շատ հետաքրքրվածություն ավանդական եւ ծիսական երգերի հանդեպ։
Երևանից ինչքան հեռու են, այնքան ավելի հետաքրքրությունը ավելի մեծ է, բայց կան իհարկե շրջաններ, որոնք հենց իրենք բնակիչները պահպանում են, այսինքն մենք չի որ պիտի գնանք սովորեցնենք։ Օրինակ Թալինում, Ապարանում, Մարտունիում պահպանում են, հենց ժողովուրդն է պահպանում ու ավելի շատ մենք գնում ենք փորձի փոխանակման, քան ինչ որ բան սովորեցնելու։ Վերջերս եղել ենք Մարտունիում, հենց Մխիթար Հարությունյանը, ով ավանդական պարերի կրող է, իրենից բավականին պարային նմուշներ ենք, այսպես ասած, գրի առել, ու ինքը հենց իր գյուղում խումբը ստեղծել եւ մինչեւ օրս ամեն ինչ անում է, որպեսզի իր ունեցած պաշարը փոխանցի երիտասարդներին։ Ու ուզում ենք խոսել նաև այդպիսի մարդկանց մասին, ովքեր իրենց ունեցածը իսկապես չեն պահում, կարողանում են կիսել։ Այդպես նաև տեսանյութը քիչ առաջ որ դիտեցինք, նաև ուզում ենք շնորհակալություն հայտնել տեսանյութի հեղինակին Տիգրան Մադոյանին, նայել այն մարդկանցից, ովքեր նվիրյալ ձևով տեսանկարահանում է բոլոր տեսակի ազգային միջոցառումները եւ մեր անբաժան ընկերը համարում ենք մասնակցի Տիգրանին ողջուններ այս պահին վստահ ենք որ ինքը հիմա մեզ դիտում է ու մեծ աշխատանք է իրականացնում Մադոյան Տիգրանը լուսաբանելով ամբողջությամբ բոլոր տեսակի ազգային միջոցառումները բնությունից։ Դա է ուզում ավելացնել Մադոյանի մասին, որ խոսում ենք, անպայման ասենք, որ մեր լավագույն ընկերներից, որ մեր կողքին է, նույնիսկ առանց դիմելու մենք որ գնում ենք միջոցառման, գիտենք միևնույն է ինքը գալու է, շատ ժամանակ չենք հիշում, որ պիտի ասենք գիտես կգաս մեր հետ։ Տեղը իր ունի առանձին։ Բայց բացի մեզնից ինքը նաև բոլոր խմբերի ելույթներին նույնիսկ տոմս գնելով գնում նկարում է եւ հետո այդ արխիվացնում գուցե եւ մի օր սերունդներին դրանք էլ պետք կգան։ Նաեւ երբ որ դիտեցինք այդ տեսանյութը, դա որ համերգի հետ էր կապված, որտեղ էր տեղի ունեցել այդ համերգը։ 17 թվականին մենահամերգ մեծ ունեցանք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում վերաստեղծված 30-ամյակին 30 այսինքն հիմնադրման, որովհետև հիմնադրվել էր 86 թվականին, բայց մենք շարունակել ենք մեր վարպետի գործը 2011 թվականից։ Իսկ ընդհատումներով է գործել։ Ընդհատումներով, բայց ընդհանուր մասունք խումբը, որ գոյություն է ունեցել, 30-ամյակն է ինք նշում։ Իսկ ինչ եք նկատում տարիների ընթացքում որքանով է փոխվում վերաբերմունքը եւ հիմա ավելի շատ են լսում նման երգեր, թե ավելի պակասել է, քանի որ ինչպես Հայարփին նշեց, որ Հայաստանից դուրս ավելի շատ է հետաքրքրվածությունը, ինչու է հենց այդպես։ Հայաստանից դուրս չէ, Երևանից դուրս, բայց գուցե Հայաստանից դուրս էլ այդ տեսակ հետազոտություն չեն կարել անկեղծ ասած, չգիտեմ, Հայաստանից դուրս ավելի շատ թե քիչը չենք կարող նշել իհարկե։ Բայց հետաքրքրվածությունը գնալով ավելի մեծանում է, ավելի վարակիչ է դառնում, ավելի տարածվում է ու նույնիսկ հեռավոր շրջաններում թվում է թե դժվար այդ պարը հասած լիներ, բայց գնում ես ելույթի ու տեսնում, որ կանգնել են խմբի պոչից ու պարում են, այսինքն տարածվածության առումով այս պահին դժվար կլինի բողոքել ասել, որ տարածված չի կամ չեն հետաքրքրվում։ Իհարկե դրան նպաստել է նաև ազգային երկպար առարկայի դասավանդումը դպրոցներում եւ հենց 90-ականներից մեր խմբի համահիմնադիր Ռուդիկ Հարոյանը Սեբաստացի կրթահամալիրում առաջինն է եղել, այսպես ասած, հանրապետությունում, ով ազգային երկն ու պարը որպես սովորական առարկա, դպրոցական առարկա կիրառել են դպրոցում եւ մինչեւ օրը Սեբաստացի կրթահամալիրում շատ մեծ կարեւոր տեղ ունի ազգային երկն ու պարը ու պարտեզից մինչեւ 12-րդ դասարան ազգային պարը եւ երգը որպես հանրակրթական առարկա անցնում են։ Եվ իհարկե հետո Գագիկ Գինոսյանը երջանկայի շատակ արդեն դպրոցներում ավելի լայնամասշտաբ տարածեց երգի պարի դասավանդումը։ Իսկ դուք այցելում եք տարբեր դպրոցներ կամ կրթահամալիրներ եւ նաեւ սովորեցնում երեխաներին պարերը։ Դպրոցներ, բուհեր գնում ենք, բայց մանկապարտեզներ, այո, ավելի շատ մանկապարտեզներ երևի թե ու հատուկ չենք ընտրել որպես թիրախային խումբ հենց պարտեզի երեխաներին, բայց կարծում եմ մենք
այնպես է դասավորվել, որ մենք ճիշտ տեղից ենք սկսել։ Այսինքն բաց ենք համագործակցության մեջ, ցանկացած տիպի համագործակցություն, ցանկացած տեղից, եթե մեզ ուղղվում է, մենք բաց ենք, մենք սիրով համագործակցում ենք ու մենք շատ սիրով մեր ունեցածը կիսում ենք, տարածում ենք, որպեսզի ընդհատում չլինի։ Ընդհատում չլինի։ Իմիջիայլոց դպրոցներում շատ ակտիվ գործում է մենք խումբը եւ շրջաններում եւ Երևանում դպրոցներ այցելում են, հատուկ սովորեցնում են կամ սովորածն արդեն ամրապնդում են միասին։ Այդ առումով երևի իրենք ավելի ակտիվ են, բայց մենք էլ չենք բացառում, էլի մենք էլ գնում ենք։ Իսկ համույթը մեծ է, կան նաեւ փոքր երեխաներ, որ համույթում երգում են կամ պարում են։ Առանձին փոքրերի խումբ որպես այդպեսին չունենք, բայց խմբում ընդգրկում ենք տարատարիք մարդկանց։ Բայց նշեմ, որ մինչև 50+։ HRP-ն էս արվեստանոց ունի ստեղծած, Կոտայքի մարզում, այո, Անանենց արվեստանոց, որտեղ հենց փոքրիկները գալիս են, սովորում են ազգային երգուպար, ծանոթանում են ազգային մշակույթի հետ եւ մենք էլ մասունքը շատ սերտորեն համագործակցում է Անանենց արվեստանոցի հետ, այդ փոքրիկներն էլ երբեմն մեզ նաեւ հյուր են գալիս ու իրենց նախատեսում ենք նաեւ, որ իրենք պիտի լինեն մասունքցի։ Նաև խոսենք ձեր երգացանկից, ինչպես են երգերը ընտրվում, նաև քանի որ դուք ոչ միայն ավանդական երգեր եք կատարում, նաև ծիսական, ինչ ծիսական երգեր, որ ծեսերին նվիրված։ Հանրապես բոլոր տոներին անդրադառնում ենք ու բոլոր տոները նշում ենք, տաղավար տոների մասին է խոսքը։ Օրինակ երևի առիթից օգտվենք միանգամից նաև այդ մասին ասենք, Ջրվեժում Կոտայքի մարզի մայիսի 22-ին կունենանք Ջանգյուլումի տոն, մի քանի օր առաջ իրական համբարձման տոնից, բայց կլինի եւ պարուսուցում եւ Ջանգյուլումի տոն, որտեղ եւ տոնի հետ կապված երգերը եւ այդ ծեսերը ոնց էին ծաղիկները հավաքում, ոնց էին վիճակ հանում, մի խոսքով էս ամբողջ այդ տոնը պիտի վերականգնենք հենց Ջրվեժում։ Այնպես որ Կոտայքի մարզի բոլոր բնակիչներին հրավիրում ենք։ Ապերին ենք նշել Ջրվեժում, իսկ պարերը երգերը հիմնական մասը, որ խումբը ստեղծվել է, հենց Ռուդիկ Հարոյանի արխիվի հիման վրա ենք այսպես գործունեություն ծավալել եւ ծավալում։ Հիմքը Հարոյան Ռուդիկի փոխանցած նյութն է, բայց կան իհարկե նյութեր էլ, որ արխիվում են դեռ ուսումնասիրման կարիք ունեն, կամ ուսումնասիրման փուլում են, կամ արդեն խումբը ոնց որ փորձերի ժամանակ կատարում է, բայց դեռ բեմ չեն բարձրացել կամ դեռ համայնքի հետ չենք տոնել այդ տոնի ժամանակ չենք երգել, բայց հիմքը Հարոյան Ռուդիկի նյութն է։ Ու պարեր կան անգամ, որ կրողից բացի ու միս գրի է առել, դեռ առաջին անգամ մենք ենք ուսումնասիրել ու այսպես հանրայնացրել ենք դրանք։ Իսկ երգերը, որ կատարում եք, դրանք արդեն մարդկանց լսելի են եղել այլ մարդկանց կատարմամբ, թե դուք եք առաջինը, ովքեր որ կատարում են երգերը։ Ճիշտ ասած, առաջինին փնտրելը մի քիչ դժվար ու պատասխանատու գործ է, որովհետև երբեմն մեզ թվում է, վայ, առաջինը մենք ենք, հետո պարզվում է մեզնից առաջ մարդիկ արել են։ Մոռացվել է ուղղակի։ Գուցե եղել են իսկապես մենք հենց արխիվից այդ փոշիները մաքրել եւ կենթանություն ենք տվել, բայց կան նյութեր էլ, որ եւ ուրիշներն են կատարում եւ մենք ենք կատարում, ընդհանրապես ոճային տարբերություններ կան նույնիսկ խմբերում, հա, ձեռագրի ոճերի տարբերություն կա, ով ինչպես կներկայացնի։ Նաև երբ որ ես նայում եմ, ձեր տարազներն էլ են անգամ հետաքրքիր եւ տարբերվում, այում հետ եք աշխատում եւ ինչպես է ընտրվում հագուստը, ինչպես է ընտրվել ձեր հագուստը։ Էլի Ռուդիկ Հարոյանի որոշմամբ Ռուդիկ Հարոյանն էլ էս պահին իհարկե ինքը չկա, Սիրազնիկ Հարությունյանն ու Ռուդիկ Հարոյանը խմբի համահիմնադիրներ էս պահին ֆիզիկապես ներկա չեն մեզ հետ, որ ասում ենք ֆիզիկապես, որովհետև իրենք միշտ մեզ հետ են, մենք իրենց հոգևոր ներկայությունը պարտադիր զգում ենք ու ամեն ելույթներում դա կա։ Տարազը մեր նոր ձեռքբերումն է, սա դեռ 1 տարի չկա արդեն, որ ձեռք ենք բերել, կրում ենք, մի փոքր ոճավորված, ինքը լրիվ մաքուր ավանդական տարազի վերարտադրությունը չի։ Տարազի հեղինակը Խնկենիի հիմնադիր Սոսե Անանյանն է,
ում օգնությամբ էլ այս գեղեցկությունը, այսպես ասած, մենք այսօր ունենք։ Մենք Հարոյան Ռուդիկից ժառանգած տարազներ ունեինք իրականում, այստեղ դուք տեսան YouTube-ում էլ տեսաք, այդ մեր հին տարազներն էին։ Իրենք պրոֆեսիոնալ տարազներ չէին ու երազում էինք նոր եւ ավելի պատշաճ տարազներ ունենալու մասին։ Վերջապես հաջողվեց մեզ այս տարազներն ունենալ։ Սրանք էլ իհարկե ոճավորված են, այդ մաքուր ավանդական ձևը չի վերականգնած, սկսած թևերից, որովհետև եթե մի քիչ երկար անեինք թևերը, պարելուց էլ խանգարում էին, մի խոսքով հարմարեցրել ենք նաև մի փոքր մեզ։ Հա, մի քիչ ավելի պիտի հաստ լիներ, ավելի ծանր լիներ, այս մեր պայմաններում մի փոքր բարդ կլիներ, ամբողջությամբ նմանատիպ կրկնօրինակ տարազով ելույթ ունենալ, առավել եւս ամռանը։ Բայց հիմնական գիծը տարազի պահպանել ենք։ Գունային համադրությունը, որը շատ կարևոր է, պահպանված է։ Նախշերն էլ կարպետներից են վերցված։ Այո, սա հայկական ձեռքով ասեղնագործված զարդանախշեր են։ Իսկ տարազները, օրինակ ծիսական արարողությունների ժամանակ փոխվում է, թե դրանք մնում են նույնը եւ կոչվում է հենց ձեր տարազներին հատուկ է մնում։ Ատրիբուտային փոփոխություններ են, ամբողջ տարազը չենք փոխում, օրինակ հարսանեկան ծեսում արդեն հարսի հետ կապված ատրիբուտներ են ավելանում, փեսայի հետ կապված ատրիբուտներ են ավելանում, զուտ ատրիբուտային ավելացումներ ենք ունենում, բայց տարազը հիմնականում մնում է նույնը։ Այդքան ճոխություն էս բան իհարկե ցանկալի կլիներ ամեն բարի տարածաշրջանի բար ներկայացնելիս տարազը, բայց ամեն ինչ էլ հնարավոր է հետո ունենալու համար։ Ինչ-որ բան եք ուզում ավելաց։ Նաև խոսենք հետագա պլաններից, ինչ նոր համերգներ, նոր ծրագրեր ունեք իրականացնելու։ Մենք մոտակա ծրագրերի մասին երևի ավելի շատ խոսենք, բայց ասենք որ 2025 թիվը մեզ համար այսպես լրիվ նոր նախաձեռնության տարի դարձավ։ Ավելին մեր Հարոյան Ռուդիկը մենք նոր ենք բացահայտել իհարկե, մենք սկսեցինք նախաձեռնությունը գնալ գյուղեր ու հատկապես Թալինի գյուղեր ելույթներով ու տարբեր տոներ, Տրնդեզ ենք նշել, Սուրբ Սարգիս ենք նշել ու հետո բացահայտում ենք արխիվային նյութերից, որ Հարոյան Ռուդիկը հենց ինքն էր մտածում, որ պետք է գնալ հատկապես Թալինի գյուղեր եւ համ սովորել, համ տարածել ու մենք ակամայից նույն բանը կրկնել էինք առանց իր գրառումները կարդալու, բայց հետո որ կարդում ենք ու տեսնում, որ մեր մտքերն ու մեր վարպետի մտքերը համընկնում են, ստացվում է, որ մենք նույն ճանապարհով ենք անցնում, նույն կերպ ենք մտածում։ Այսպես ամեն ամիս հունվարից սկսած պարտադիր մեկ գյուղում մեծամասշտաբ միջոցառում ենք իրականացրել ու մայիսի 25-ին նախատեսում ենք Շիրակի մարզի Սառնախբյուր գյուղում իրականացնել նորից մեծամասշտաբ միջոցառում, ինչու մայիսին, ինչու Սառնախբյուրում, որովհետև Սառնախբյուրը նախ ինքը շատ գեղատեսիլ գյուղ է, լի պատմական մշակութային հուշարձաններով, հնավայրով, այսպես մեր այնտեղի հոգևոր հովիվը Տեր Տաթևը մեր լավ ընկերն է նաև, իր խոսքը ասում եմ մեկ օրը ամբողջությամբ էքսկուրսիա ապահովող գյուղ է, որ մեկ օր կարող ես գնալ այդ գյուղ ու ամբողջ օրը լի հագեցած էքսկուրսիա ունենալ, այդքան հարուստ է պատմամշակութային կոթողներով գյուղը եւ բացի այդ մայիսին 1918 թվականի հերոսամարտերին գյուղը շատ բուռն մասնակցություն է ունեցել եւ թուրք ջարդարարների մինչ մայիսի 28-ը թուրքերն անցել են Սառնախբյուրով ու մայիսի 26-ին Սառնախբյուրցիները բավական երկարատև կարողացել են դիմադրել թուրքերին ու այդ իրենք իրենց հերոսամարտն են համարում մայիսի 26-ը անխախտ օր է իրենց համար, բայց քանի որ աշխատանքային օր է, մեզ համար խախտեցին, այսպես ասած, որպեսզի կիրակի լինի եւ հյուրերն էլ կարողանան դրսից հյուրեր շատ ունենալ ու մասնակցել միջոցառմանը, դրա համար մայիսի 25-ը ընտրվեց։ Իմիջայլոց Սառնախբյուրի մշակույթի տան տնօրենի մասին կուզեմ խոսենք, որովհետեւ ազգանունը չգիտեմ, բայց Արթուրին էլ ողջույններ, անընդհատ մենք այդ ենք խոսում, որ ինքը այնքան սիրահարված Կարեն, այնքան սիրահարված խոսում իր գյուղի մասին ու ամեն մի քար ու թփի մասին, որ ակամայից մենք էլ առանց տեսնելու գյուղը որոշել էինք, որ չէ, այս այն գյուղն է, որ պիտի գնանք։
ու շատ կարևոր է որ ամեն գյուղը այդպես մի կարեն ունենա եւ իրականում կարող է մենք ենք շատերի համար ոգեշնչման աղբյուր ինչ որ բան իրականացնեն, բայց մենք էլ մեր ոգեշնչման աղբյուրներն ունենք, որ այսպես եթե տեսնում ենք մարդիկ, ովքեր իսկապես նվիրյալ են, իսկապես ինչ որ բան ուզում են անել մեր պետության համար, մենք շատ մեծ սիրով թիմ ենք դառնում ու մեր ունեցածներ ավելացնում ենք իրենց ունեցածին եւ այսպես փորձում ենք ինչ որ լավ բան անել մեր երկրի համար։ Իսկ երբ որ մեր կարողացածը անել, որովհետև այն ինչ որ մենք անում ենք, ընդհանրապես ծովում երևի մի կաթիլն է, լավ կլիներ, որ այս ամբողջը ավելի համակարգային լիներ, ոչ թե անհատներով, այլ համակարգային լուծում ունենար, բայց երևի դրա ժամանակն էլ կհասունանա։ Երբ որ նշեցիք եւ արտասահմանից նույնպես մարդիկ են գալի այլ երկրներից, երբ որ նրանք են լսում հայկական ավանդական երգերը, ինչ կարծիք ունեն նրանք, ինչպես են արտահայտում։ Իրականում շատ մեծ փորձ ունենք տուրիստների հետ աշխատելու ու դա էլ է մեր սիրած ոլորտը, երբ դու այլ մշակույթ կրողի ներկայացնում ես քո սեփական մշակույթը ու իրենց հենց դու դրանով ես հետաքրքիր, եթե եվրոպացին կա դու ինչ որ եվրոպական բան անես, հաստատ տանգո ներկայացնել, ոչ իրենցպես լավ կներկայացես, ոչ էլ հետաքրքիր կլինես, դու քո մշակույթով ես հետաքրքիր օտարերկրացուն ու իրենք սովորաբար միշտ մեծ էմոցիաներով ետ են գնում ու միշտ իրենց հետ վարպետության դաս են կանում, երգի, պարի, որևիցե ծեսի, ավանդական խաղերի, շատ մեծ սիրով հայկական ավանդական խաղերին են մասնակցում օտարերկրացիները։ Նույնիսկ երբ որ խաղի մեջ լինում են հայկական բարբառային բառեր, փորձում ենք այդ պահին վերարտադրել, ինչքան որ կարողանում են, այդքանն են արտաբերում, բայց միևնույն է, չհասկանալով ինչ են ասում, բայց այնքան ոգևորվածությամբ են խաղում, որ հիմա խոսելուց մենք էլ ոնց որ թե ոգևորվեցինք։ Անգամ օրինակ բերեմ, ռուս եւ իտալացի բժիշկներ էին եկել Հայաստան ծրագրով եւ իրենց համար վերջին օրը մշակութային մաս էին ուզում ապահովել եւ դիմել էին մասունքին։ Իհարկե փոքրիկ ելույթից հետո պարտադիր ասում ենք ինտերակտիվ մաս ենք անցկացնում, որ հանդիսատեսի աթոռը թողնեն ու դառնան դրա կրողը, որովհետեւ երբ դու լինում ես դրա կրողը, էմոցիաները լրիվ ուրիշ են։ Շատ ոգևորված երգեցին, պարեցին, խաղացին ու իմիջիալոց հիմնականում տղամարդիկ էին, մանուկի պես ոգևորված ակլորակռիվ էի խաղում եւ այլ խաղեր։ Ես վերջում եմ հիշում, միջին տարիքի ռուս տղամարդը շատ հուզված եկավ համբուրեց ձեռքներ, բոլորի ձեռքը եւ ասեց ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ, ասեց ես մեզ մոտ չեմ տեսել սա, որ երիտասարդը այս աստիճան իր արմատներին կպած լինի եւ այսքան սիրի եւ ուզենա փոխանցել, ես ձեզանից ուղղակի ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել։ Դրանով հասկանում ես, որ կարողացել ենք այդ ամբողջ էներգիան փոխանցել, մեր սերը, մեր մշակույթի նկատմամբ կարողացել ենք փոխանցել նաեւ դիմացիններին ու հետաքրքիր է որ թվում է թե հայերը պիտի լսեն ու ամբողջ ներաշխարհը տակնու վրա լինի ուզենան միանալ եւ այլն, բայց այդ նույն ապրումները հետաքրքիր է որ ունենում են նաեւ արտասահմանցիները ու որ ոչ մի թելով կապված չեն էլի հայերի հետ շատ ժամանակ ասում ենք չէ գենով փոխանցվել բայց իրականում սա նախ եւ առաջ ինձ թվում է պրակտիկ ուղղակի փորձառություն է որ փոխանցում ենք դաստիարակություն տեսնում ենք կրկնում ենք հա իսկ արտասահմանցու դեպքում այսինքն միևնույն է այս երգերն ու պարերը ինչ որ ձևով այնքան բնական են այնքան պարզ են որ կարողանում են հասնել նաև դրսի մարդու սրտի լարերին ու այդ էմոցիաները իրենք էլ են ապրում իսկ ավանդական երգերի ու պարերի մեջ ինչ յուրահատկություն կա միայն այդ դրականություն ու պարզությունը որ անգամ արտասահմանցի լսողին միանգամից գերում է եւ կարծես հենց նրա երաժշտությունը լինի Իրականում ազգային երգն ու պարը յուրաքանչյուր ազգի չառանձնացնենք այս պահին մեզ յուրաքանչյուր ազգի դիմագիծն է բնավորությունն է ցույց տալիս ու երևի այդ պարզությունն է
կարծում եմ, որովհետև ժողովուրդը չէր կարող օպերային բաներ ստեղծել, ստեղծագործություններ, որոնք ավելի բարդ են, ոչ հասանելի բոլորին, ու ամեն մեկին գուցե եւ հասանելի չեն, բայց ժողովուրդը միայն պարզ ձևերն է ընտրում, պարզ ձևերն է ստեղծում։ Եվ կենցաղից է ծնված այդ ամեն ինչը։ Առավել եւս, որ հենց ոտքի վրա հորինում էին։ Այսինքն քարացած բառեր չկային, որ այստեղ այս երգը, այս տողը պիտի երգենք, մոռացել է մի ուրիշ տող կհորինի կերգի, որոնք շատ հաճախ փոխվել են եւ կատարվում են, նաեւ հայկական ավանդական երգերի մեջ ենք նկատում փոփոխություններ, ձեր կարծիքը նաեւ կարող եք դրա մասին ասել, պետք է հենց ինքը մաքուր մնա իր ձևով, նաեւ թե դեմ եք փոփոխություններին, ձեր կարծիքը։ Կարևոր է մենք ոնց ենք ներկայացնում, եթե մենք ասում ենք, որ ժողովրդական երգն ենք ներկայացնում, բայց մենք ժողովրդական երգին ոճավորում ենք, ոնց ասեք կպել ենք ու ոճավորել, փոփոխել, նույնիսկ երաժշտական գործիքներն են փոխվում այս դեպքում ու դրա անունը դնում ենք ժողովրդական երգ, բնականաբար այդ ձևով ներկայացնելուն ենք դեմ, բայց այն որ կարող են ոճավորել ու ասել, որ աղբյուրը ժողովրդական երգն է, բայց մենք մեր անձնական գեղագիտական ճաշակին համապատասխան ձևավորել ենք սա, լրիվ ընդունելի է, եթե ճաշակով է, կարող լինի ֆոլք, ջազ, մենք ինքներս էլ լսում ենք, կարևորը դու ինչպես ես ներկայացնում, տվյալ երգը կամ պարը չես ներկայացնում ավանդական փոխանցված որպես երգ ու պար, այլ ընդհանրապես ոճավորված երգ կամ պար ես ներկայացնում։ Ներշնչանքի աղբյուրը ժողովրդականն է, բայց ազդված նաև ժամանակակից ու այլ ոճերով։ Բայց եթե մասունքի տեսանկյունից նայենք, մենք որպես մասունք խումբ, մենք որդեգրել ենք չոճավորել, այո, եթե օրինակ շատ է լինում, որ հարսանիքների ժամանակ ասում են կլինի կլարնետով, ասում ենք չէ, որովհետև մեզ համար կարևոր է, որ ազգային գործիքներ հնչեն, ոչ թե կլարնետ, ոչ թե ակարդեոն, այլ լինի զուռնա, լինի դուդուկ, լինի բլուլ, բայց ոչ ավանդական գործիքները մասունքի դեպքում բացառում ենք։ Դեպ խումբը կոչվում է ավանդական երգի պարի համույթ, եթե կլինեինք կոչվեր մեկ ուրիշ ոճի մասունք բենդ լիներ, կարող էր կիթառ լիներ, չգիտեմ դրամս լիներ, ամեն ինչ էլ հնարավոր էր լիներ, բայց երբ դու կրում ես այդ անուն ու ազգանունը, չես կարող, թե ես Լուսինե Մկրտչյանն եմ, չեմ կարող Հայարփի Անանյան ներկայանալ։ Եվ հատկապես հիմա ինչպես է գնահատում, պետք է արդյոք կատարվեն եւ որքան շատ պետք է լսեն եւ կատարվեն հայկական ավանդական երգերը եւ որքան որ պետք է պահպանել այն, ինչ որ ունենք, քանի որ հիմա շատ հաճախ նաեւ մոռացության է մատնվում։ Ինձ թվում է վերջերս շատ են անդրադառնում, թեկուզ այդ բենդային տարբերակներով շատ են անդրադառնում։ Դրանք երևի այս երգերն ու պարերը ապրեցնելու ձև են, որովհետև եթե մենք ասենք ձեռք չենք տալիս, պիտի դրանք քարացած մնան, գուցե եւ շատերը չլսեն, ռոք սիրողը չգա լսելու, բայց երբ որ ինքը մի քիչ ռոքային մշակում է ստանում, ոճավորում է ստանում, կարող է եւ ռոք լսողնել, հա, ռոք լսողնել գուցե կկարողանա այս տարբերակով լսել ու այդ փոփոխությունները ժամանակակից կարծում եմ պետք են։ Եթե քարացած պահենք, որոշենք, որ ընդհանրապես ձեռք չենք տալիս, իրենք ուղղակի այդպես թանգարանային նմուշի պես կմնան ու մի օր էլ կվերջանան։ Բայց այսպես գոնե շարունակում են մի ուրիշ կյանքով ապրել։ Իսկ ընդհանրապես ինչու է կարևոր, այսպես ասեմ, պահել երգն ու պարը, ինձ համար իրականում սրանք թերապիա է, արտ-թերապիա է երգն ու պարը, շատ լուրջ, երբ դու ինչ վատ տրամադրություն լինում ես մի հատ երգում պարում ես, բռնում ես պարընկերոջը ձեռքը, այդ ամբողջ ստրեսը քո միջից անցնում է։ Իսկ եթե վերցնենք արդեն ժողովրդի ազգի տեսանկյունից, ինքը լուրջ կրթող հատկություն մի քիչ կոպիտ ասեցի, լուրջ կրթող է, դաստիարակող է, ինքը թիմային մտածելակերպ է ինձ համար, ազգային երգն ու պարը, մեր դեպքում թիմային, որովհետև ամեն դեպքում համայնքային պարեր են, մենապարեր շատ քիչ են։
չբացառենք, որովհետև դրանք կան, բայց հիմնականում հատուկ ծիսական արարողությունների ժամանակ, օրինակ կարող էր մի տղամարդ կամ մի կին ապրել, բայց հիմնականում համայնքային պարեր են, իսկ դրանք արդեն համայնական մտածողության, թիմային մտածողության տոներն ու ծեսերն էլ ամբողջը թիմային մտածողության, այո։ Եվ նաև երբ որ դուք ընտրում եք երգացանկը կամ ուսումնասիրում եք, թե ինչ երգեր պետք է կատարվեն, ինչ հետաքրքիր բացահայտումներ եք անում ձեզ համար հայկական ավանդական եւ թեկուզ գեսների հետ կապված, թե երգերի եւ ծեսերի հետ կապված։ Ծեսերի առումով իրականում, այսպես ասեմ, ավելի խորացված ավանդական երգը, պարը, խաղը ծեսից անբաժան չեն, այսինքն չկա որևիցե երգ, պար, խաղ ստեղծված, որ ինքը առանձին օրգանիզմ է, մարդը նստեց, ինքը սկսեց այսպես ստեղծել, ինքը ծեսի մեջ, տոնի մեջ ստեղծվեց, այդ ամբողջը կենցաղի մեջ ստեղծվեց, մեզ համար օրինակ ներքին բազմաբերդում երկրագործական ծես վերականգնեցինք, որը երբևիցե չէր արվել, այսպես ասած։ Այդ առումով բացահայտում է։ Շատ լուրջ ոչ թե բացահայտում է։ երկրագործական ծեսներ մեզ համար բացահայտում, այլ բացահայտում էր այն, որ սիմվոլիկ ինչպես կարող ենք գրքից կարդացածը կարդացածին կենթանություն տալ, երբ այսօր գութանը արորը չի օգտագործվում որպես աշխատանք կներես, աշխատանքային գործիք, բայց իրանք լուրջ սիմվոլներ են աշխատանքի, դա այսօր կենթանություն տալ սիմվոլիկ ձևով եւ տրակտորի փոխարեն։ Հենց այդպես ներքին բազմաբերդում երկրագործական մարտին ծեսը իրականացրեցինք, որը կոչվում էր սերմնացան, սերմնացան արեցինք այսպես եւ մեր հոգիներում եւ հողի մեջ, որպեսզի բերքը ամեն առումով, թե նյութական առումով, թե հոգեվոր առումով առատ լինի այս տարի եւ ընդհանրապես Հայաստանի համար։ Հենց սերմնացանը ներքին բազմաբերդից մի պապիկ էր, ով ազգային երգի պարի անմիջական կրողն էր, այսինքն մենք իրեն չէինք սովորեցրել, ընդամենը իրեն բերել էինք, այսպես իր բնական միջավայր, իրեն տվել էինք մի բուռ ցորեն, ինքը իր գոգնոցի մեջ մաճկալն էր ինքը հենց, լցրել էր այդ ցորենը, հոգևորականը օրնեց այդ սերմնացանը, որից հետո երգելով ինքը աշխատանքային երգը ցանեց եւ նոր ամուսնացած տղաներին ցորենի պսակով պսակեց, որպեսզի արդեն ցանելու իրավունք այո, ցանելու իրավունք ունենա, որովհետեւ մեր մշակույթում չամուսնացած տղամարդը ցանելու իրավունք չուներ։ Ինքը պիտի ամուսնանար, նոր ցաներ ցորենը, բերքը ցաներ եւ հենց սիմվոլիկ հարսանեկան ծեսում էլ ունենք, որ պսակադրությունից հետո նաեւ համ պսակում են, համ էլ իր գրպանից հանում է սիմվոլիկ ցորենը եւ ցանում է։ Այդպես ինքը շատ ստեղծագործ աշխարհ է սա, մեզ համար անդադ նույն երգն ու պարը անընդհատ ստեղծագործելու կարիք ունես, այսինքն դու տարբեր տրամադրության պարում ես, տարբեր էմոցիաներ ես ստանում այդ երգից ու պարից, նույն երգն ու պարը տանում ես ուրիշ գյուղ եւ ուրիշ ծեսի մեջ ես անում, լրիվ ուրիշ էմոցիա ես ստանում։ Միջավայրն էլ։ Այո, ընդհանուր միջավայրն էլ է թելադրում, թե ինչ ձևով պիտի երգես, ինչ ձևով պիտի պարես, ինչ էներգիա տաս եւ ինչ վերցնես։ Իսկ օրինակ հարսանեկան արարողությունների ժամանակ եղել է, որ զույգերը չեն եղել, հայ չեն եղել, այլ այլազգի են եղել։ Երկու զույգն էլ այլազգի կամ մեկը ոնց որ թե չեն ունեցել, բայց որ մեկը հայ է, մյուսը ոչ, շատ ճապոնացի ունեցել, փեսա ունեցել ենք, գերմանացի, մեր աղջիկներին ճանապարհելուց մի լավ լացում ենք։ Այն աստիճան, որ հերփին մի օր նկատողություն արեցի, ասեցի, կլացես։ Հա, նաև այդ ափսոսանքի զգացումը, որ դուրս են գնում։ Սովորաբար հիմնականում աղջիկներն են հայ լինում, տղաներ, փեսաներն են։ Փեսաները արտասահմանցի, շատ քիչ փեսաներ են, որ ամուսնանում են օտարերկրացի աղջկա հետ ու որոշում են, որ պիտի հայկական ավանդական հարսանիք անել։ Շատ քիչ է լինում, բայց աղջիկները այդ առումով ոնց որ թե ավելի պահպանողական են։ Ասեմ ավելին, փեսայի կողմին լավ պատրաստում են ու ասում են, որ պիտի ամբողջը հայկական լինի մեր հարսանեկան կամներին ընդգրկելով փեսայի, մեղրով, լավաշով։ Ոչ հայսկեսի մայրիկը։ Եվ շնորհակալ եմ նախ որ հյուրընկալել եք եւ վերջում ամփոփելով թեման կասեք ինչպես եք պատկերացնում ձեր համույթի ապագան մի քանի տարի անց, ինչ նոր նախագծեր ունեք։
Մենք այս պահին իրականում երկրորդ մեծ խոշոր մենահամերգին ենք պատրաստվում եւ նաեւ ունենք էլի տարազի հետ կապված էլի լուրջ նախագծեր։ Մի քիչ երևի շատ խոշոր ենք բռնում, արդեն 2 տարի է ձգվում է մեր մենահամերգը ձգվում է շատ տարբեր պատճառներով, բայց կարծում եմ կհասնենք դրան, հա, որ կունենանք այն մենահամերգը, որ մենք պատկերացնում ենք, եւ բնականաբար չենք ուզում ունենալ այն մասշտաբը, ինչ նախորդ մենահամերգներ, 1 կամ գոնե 2 քայլ ավել ենք ուզում անել, դրա համար գուցե մի քիչ դժվարանում ենք։ Ամեն դեպքում համույթի մեզանից հետո էլ չենք պատկերացնում, որ երբևիցե մասունքը գոյություն չի ունենա։ Մենահամերգի հետ կապված ասեմ, որ մենք նոր երգեր, նոր պարեր, որոնք դեռ կատարված չեն, անպայման ուզում ենք, որ մենահամերգի մեծ ոնց որ պարացանկի մեծ մասը նորը լինի ու մեզ համար էլ է ավելի դժվար լինում եւ ուսումնասիրել եւ դա վերականգնել, փոխանցել խմբին, դարձնել բեմական։ Մեծ է իրականում բավականին 30 քանի անդամ գործող անդամների մասն է, չգործող, որ այս պահին արձակուրդում են, ֆիզ արձակուրդում են, կարող է 60-70 լինենք մասունքցիներով, ամեն դեպքում մեր ապագա պլանների մեջ ավելի շատ գուցե այդպես շեշտը չդնենք մենահամերգի վրա, բայց ապագայի համար պատրաստում ենք նոր ելույթներ։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար եւ ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Շնորհակալություն ձեզ էլ եւ ձեր հաղորդմանը երկար արև։ Բարի օր նաեւ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Ռուծիկ Հարոյանի անվան ավանդական մշակույթի կրողներ ու պահպանողների մասունքի ավանդական երգի եւ բարի համույթի համաղեկավարներ Լուսինե Մկրտչյանի եւ Հայ Արփի Անանյանի հետ։ Այս պահին երաժշտական ընդմիջում դիտենք տեսահոլովակ եւ կշարունակենք եթերը։